Ես ուշադրություն դարձրեցի, թե ինչպես է Ամերիկայի քաղաքական դաշտը, ասենք պոլիտիկո հայտնի հանդեսը եւ Atlantic Council կարևորագույն իրենց քաղաքագիտական կենտրոնը անվանել այդ այցի աշխարհագրությունը։ Իրենք ասում են Caspian Region, Կասպիական տարածաշրջան։ Եվ այն, որ Հայաստանը դիտվում է այդ տարածաշրջանի մասը, այլ ոչ անգամ Հարավային Կովկաս, ինչպես վերջերս էր ընդունված ասել, եւ առավել եւս ոչ հարավ-արևելյան Եվրոպա, ինչպես ես կուզեի եւ վաղուց առաջարկում էի դիտարկել մեզ, սա շատ բան է ասում եւ փոխնախագահ Վենսի եւ Թրամփի ծրագրերի մասին, որովհետեւ սա պետք է դիտել ավելի լայն ենթատեքստում։ Հայտնի է, որ Դավոսում պաշտոնապես առաջարկվեց եւ փաստորեն սկսեց իրականացվել Թրամփի այլ նախագիծը, խաղաղության խորհուրդ, որտեղ հրավիրվեցին Փաշինյանը եւ Ալիևը։ Եվ եթե մենք նայենք այս տրամաբանության մեջ, մենք կտեսնենք, որ խաղաղության խորհուրդը շատ նման է իսլամական լիգայի կամ եթե ցանկանաք եվրասիական, ասենք, տնտեսական խորհրդի կազմին, որովհետև այնտեղ Թուրքիայից մինչև Պակիստան, Կենտրոնական Ասիայի երկրներն են եւ զարմանալիորեն այնտեղ հայտնվում է Հայաստանը, Միացյալ Նահանգների հետ միասին։ Եվ ես չեմ կիսում այդ հրճվանքը այդ կապակցությամբ, ինձ թվում է, որ մեզ հերթական անգամ ականջից բռնած բերում են մի նախագծի մեջ, որպես օբյեկտ, որպես գործիք, այլ ոչ թե որպես քաղաքական գործոն եւ քաղաքական սուբյեկտ։ Ինչու եմ ես այդպես կարծում, որովհետեւ նախ Թրամփի այս նախագիծը մերժվեց այն երկրների կողմից, որոնց հետ հարաբերությունները եւ համագործակցությունը ինձ թվում է Հայաստանի համար կենսական կարևոր, շատ ավելի ապահով մեր երկրի անվտանգության համար, քան Թրամփի Ամերիկայի հետ։ Ես հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների առաջարկը մերժվեց Եվրոպական միության հիմնականում մերժվեց բացի Հունգարիայից եւ կարծեմ Բուլղարիայից, ընդ որում ոչ թե մերժվեց շրջանցելով, այլ հենց գաղափարական, սկզբունքային քաղաքական պատճառներով մերժվեց։ Մերժվեց դա մի շարք այլ երկրների կողմից, Կանադայի, Մեծ Բրիտանիա, որը Եվրամիության անդամ չէ, եւ դա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ եթե մենք տեսնենք ում դեմ է այդ խաղաղության խորհուրդը, որը Թրամփը առաջարկում է եւ ներկայացնում է իբրև կվազի ՆԱՏՕ, այսինքն փոխարինել, կներեք, կվազի ՄԱԿ, դա կոչված է ըստ Թրամփի եւ Վենսի փոխարինել միավորված ազգերի կազմակերպությունը։ Եվ եթե մենք նայենք աշխարհագրությանը, ապա այնտեղ մենք կտեսնենք երկու հստակ թիրախ։ Առաջինն է դա Չինաստանը։ Փաստորեն այս ԽԽ-ն, խաղաղության խորհրդի աշխարհագրությունը, շրջափակում է Չինաստանին։ Մյուս կողմից մյուս թիրախն է դա Եվրոպան, Եվրամիությունը։ Եվ մենք պետք է հասկանանք, որտեղ ենք մենք հայտնվել։ Եվ ով է փաստորեն գործիքը Թրամփի։ Գործիքն են Թուրքիան եւ Ադրբեջանը, հիմնական գործիքները, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Որքան է հեռանկարային այս ծրագիրը, որքան այն կտևի եւ ինչ հետևանքներ դա կունենա մեզ համար։ Ես խիստ կասկածում եմ, որ դա բարենպաստ է, եւ ես շարունակում եմ կարծել, որ այստեղ Հայաստանը վաղուց արդեն պետք է կատարեր այլ ընտրությունը, որի մասին Դավոսում շատ էր խոսում։ Այդ մասին փայլուն ճառեր Դավոսում ասեցին Կանադայի, Ֆինլանդիայի, Բելգիայի վարչապետները, բացատրելով, որ այն ինչ առաջարկում է Թրամփը եւ այն ինչից հրաժարվում է Եվրոպան ու տվյալ դեպքում նաև Կանադան, դա երկու մոտեցումներ են։ Մեկը հիմնված է օրենքի ուժի, արժեքների վրա, միջազգային իրավունքի, մյուսը ուժի օրենքի վրա, բռնության օրենքի եւ այս առումով իհարկե շատ ավելի բարենպաստ է այդ տարբերակը, Թրամփի տարբերակը Ալիևի համար, ով անբռնազբոս եւ անամոթ կերպով Դավոսում խոսում էր, որ այո, մենք մտել ենք ուժի օրենքի
դարաշրջան եւ այո մենք այդպես էլ գործում ենք եւ ինքը զգում է Թրամփի աջակցությունը։ Ահա ինչու այդ այցը, որի մասին դուք ասեցիք, ունի շատ հստակ քաղաքական երկու նպատակ։ Հայաստանը այստեղ կցորդ է եւ շատ հետաքրքիր է ինչպես Թրամփը ձևակերպեց։ Կարդանք Թրամփի տեքստը եւ մենք կտեսնենք Վենսը գալիս է ռազմավարական հարաբերություններ հաստատելու եւ ամրապնդելու to strengthen strategic partnership ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ եւ ստորակետից հետո գեղեցիկ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ խաղաղ միջուկային էներգետիկայի վերաբերյալ։ Եվ իհարկե դուք ճիշտ եք, սա չի կարելի դիտել էներգետիկաների համակարգերի միավորման Փաշինյանի հայտարարության բավական անսպասելի եւ շատ խնդրահարույց, որովհետեւ միավորել ցանկացած երկրի տնտեսության ռազմավարական մասը, էներգետիկան դա ողնաշարն է տնտեսության, այսինքն անկախության երաշխիքն է։ Մենք լսեցինք, որ Փաշինյանը առաջարկում է միավորել մեր էներգետիկան մի երկրի հետ, որը ոչ միայն խաղաղ պայմանագիր չի կնքել Հայաստանի հետ, որի զորքերն են գտնվում զավթիչ զորքերը մեր երկրի տարածքում, անգամ այն տարածքում, որը Փաշինյանն է ցույց տալիս որպես ինքնիշխան Հայաստան, որի բանտերում մեր ռազմագերիներն են, եւ ասել, որ մենք ընդունում ենք այս առաջարկը եւ հետո մենք կանցնենք խաղաղ գործընթացին, դա մեղմ ասած տարօրինակ է, եթե չասեմ ավելի խիստ, որովհետեւ սա նշանակում է, որ մենք վկայենք 1920 թվականի Թուրքիայի եւ Ադրբեջանի Հայաստանի կլանման գործընթացի շարունակությանը։ 20 թվականին, եթե թույլ տաք ես ավարտեմ, 1920 թվականին Լենինը Թուրքիային նվիրեց Արևմտյան Հայաստանը եւ Նախիջևանը, Ադրբեջանի հետ կիսելով այն։ 2020-ից 23 թվականը Պուտինը նվիրեց Ադրբեջանին Արցախը եւ մնում էր Սյունիքը եւ փաստորեն ամենակարևոր հանդիպումը, որի մասին քիչ է խոսում Հայաստանում, դա ոչ թե Դավոսի հանդիպում, դա ոչ թե հանդիպումներ Թրամփի եւ Փաշինյանի կամ Թրամփի եւ Ալիևի հետ, իմիջիալոց Փաշինյանի հետ հանդիպումը մի քանի րոպե տևեց, իսկ մի քանի ժամ տևեց Թրամփի հանդիպումը Ալիևի հետ, եւ Ալիևը այնտեղ հանդիպեց ամենամեծ համաշխարհային ամենամեծ ներդրող կորպորացիա BlackRock-ի հետ, որի կարծեմ ֆինանսական մասը կազմում է 14-ից 15 տրիլիոն դոլար, ոչ թե միլիարդ, տրիլիոն, 15 տրիլիոն դոլար, դա գերպետություն է, գերտերություն է ֆինանսական աշխարհում։ Եվ ինչի մասին էր Ալիևը խոսում BlackRock-ի հետ։ BlackRock կորպորացիան կանգնած է ժամանակ արդիական է քաղաքականության բոլոր պատերազմների թիկունքում, որպես ռազմաարտադրություն, որպես կոմունիկացիաների վերահսկող Պանամայից մինչև Սուեց եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ խոսք այն մասին է, որ BlackRock-ն է լինելու այն ամերիկյան կազմակերպությունը, որը առաջարկելու է Թրամփին կամ որին Թրամփն է առաջարկել Սյունիքի այդ ռազմավարական ճանապարհի վերահսկողությունը եւ տեսեք BlackRock-ը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի նախագահի հետ է հանդիպում եւ պայմանավորվում Սյունիքի Միջանցքի կամ ինչպես ասում են Թուրքիայում եւ Ադրբեջանում Զանգեզուրի Միջանցքի վերահսկողության մասին եւ այդ 74%-ը, որը Փաշինյանը արդեն զիջում է ամերիկյան կողմին, պայմանավորվում են այն մասին, որ Ադրբեջանը մտնելու է նաև այդ 74%-ի մեջ, որովհետև Ադրբեջանը առաջարկում BlackRock-ին շինարարական եւ վերահսկողական ենթակառուցվածքային մեխանիզմներ, ասելով, որ մենք ճանապարհներ արդեն կառուցում ենք, մենք ձեզ կօգնենք եւ այլն եւ այլն։ Այսինքն իրականում Դավոսում Փաշինյանի ներկայությամբ լուր համաձայնությամբ խոսվեց ոչ միայն էներգետիկ համակարգերի միավորման, այլ Սյունիքի վերահսկողության մասին։ Պարոն Խզմալյան, մեկ հարց ճշտող, որպեսզի արդեն հարցս ուղղեմ նաև պարոն Արշակյանին, այսպիսով հանրագումարի բերելով ձեր ասածը կարելի է այսպես ձևակերպել, եթե ես սխալվում եմ, ինչպես միշտ կխնդրեմ ինձ ուղղել։ Հայ ամերիկյան հարաբերությունները ըստ ձեզ վտանգներ են պարունակում
ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների պայմաններում, այո։ Ավելի վատ է իրավիճակը, չկան հայ-ամերիկյան հարաբերություններ։ Կա Միացյալ Նահանգների Թրամփի ադմինիստրացիայի գերակա շահը այս տարածաշրջանում, որը կրկնում եմ, իրենք դիտում են որպես կասպիական շրջան, եւ Հայաստանի շահերը այնտեղ ածանցիալ են եւ ենթակա են Միացյալ Նահանգների այն ծրագրի, որը ուղղված է եւ որի կրողն է եւ իրականացնողն է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Այսինքն դուք ասում եք այո, հայ-ամերիկյան հարաբերությունները վտանգներ են պարունակում Հայաստանի համար։ Թրամփի օրոք ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականի Թրամփի ադմինիստրացիայի օրոք էր պատերազմը, աղետը եւ այն ինչ ստացանք մենք արդեն։ Շնորհակալություն։ Նույն հարցը ձեզ, պարոն Արշակյան, սկսենք այդ վերջից, կամ կարող եք հենց սկզբից սկսել փոխնախագահ Ջեյդի Վենսի այցը Հայաստան, դա շարունակությունն է օգոստոսի 8-ին այն ինչ եղել է Վաշինգտոնում պայմանավորվածությունների եւ Հայաստանի մասով եւ Ադրբեջանի մասով, կարծես թե փորձում է հաստատողտավորվել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում։ Պարոն Խզմալյանը տեսնում է վտանգներ հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ։ Նա ներկայացրեց իր դիտարկումները։ Դուք տեսնում եք նույն ձևով վտանգներ, թե տեսնում եք, որ ամեն ինչը հաշվարկված է եւ Հայաստանը կառավարում է այդ վտանգները։ Վտանգները միշտ կան, անկախ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունից թե բացակայությունից։ Մեր տարածաշրջանը այդպիսին է։ Եվ ոչ միայն մեր, պարզվում է, որ Գրենլանդիան էլ ապահով երկիր չի, Դանիան ապահով երկիր չի։ Դա ես համարում եմ որպես զրոյական, կանխամարքած։ Այո, որ վտանգ կա։ Մենք պետք է զգոն լինենք։ Իսկ գլխավոր խնդիրը ես համարում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի իր համար, իր շահերը սպասարկող հատուկ ծրագիր։ Դա բազմաբևեռացումն է իր հսկողության տակ։ Այմա խոսում է միաբևեռության մասին, բազմաբևեռության մասին։ Մեր աչքի առաջ եւ մեր մասնակցությամբ ձևավորվում է նոր բևեռ, ուժային, տնտեսական, քաղաքական բևեռը ձևավորում եւ լավ է, որ մենք մասնակցում մենք դրան։ Օրինակ մեր հարևան Վրաստանը չի մասնակցում։ Դա տագնապալի է։ Նա դուրս է մնում։ Նա ինքը չհամաձայնվեց որքան գիտեմ։ Հա, իր ցանկությամբ։ Նա ոչ թե վրընդեցին, այլ ինքը չցանկացավ, լավ չհրավիրեցին, ես դες ասեմ, լավ հրավիրեին, Վրաստանը կմիանար, որովհետև մեզ լավ են հրավիրել, պարոն։ Մեզ շատ լավ են հրավիրել, մեզ շատ լավ են հրավիրել այդ օգոստոսի 8-ի հայտնի պայմանագիրը եւ հենց թեկուզ այդ հայտարարությունը, այսինքն մենք արդեն ունենք այն բոլորը, ինչ որ Ադրբեջանը դեռ ակնկալում է կստանա, այդ ստրատեգիական համագործակցությունը, միանշանակ է, որ Հայաստանի կարգավիճակը Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ցանկում շատ ավելի բարձր է, քան թե Ադրբեջանինը, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը դա թուրքական աշխարհի մի մասն է եւ դա լուրջ տնտեսական ռեսուրս է։ Տեսեք, դա լուրջ տնտեսական ռեսուրս է, մենք մրցակից չենք։ Մենք չպետք է մեզ համարենք թուրքական աշխարհի մրցակիցը։ Այդ իմաստով թողնենք հանգիստ։ Այնտեղ նավթ կա, մարդ կա, չգիտեմ, ճանապարհներ կան, ջուր կա, սով կա, մենք մրցակից չենք, դա հանում ենք մի կողմ։ Մեզ համար կարևոր է, որ մեր տարածաշրջանում ձևավորվում է հատուկ, ես չգիտեմ, դա միայն ուժային է, որտեղ միջուկային տերություն էլ կա, այսինքն ատոմային տերություն, Պակիստանին կցեցին այդ խմբին։ Ես համարում եմ, որ լավ է, որ մենք մասնակցում ենք, մենք այնտեղ զոհ չենք, մոռացված չենք, անտեսված չենք։ Եվ հաջորդը, որ ես շատ կարևոր եմ համարում, փոխադարձ կապվածության, կախվածության եւ հակակշիռների մասին է։ Այդ էներգետիկ ծրագիրը ես կարծում եմ, որ դա ամերիկյան չի։ Դա հայտնի է, հին բանաձևերից մեկն է, քաղաքակրթությունը դա ունի։ Փոխադարձ կախվածությունը ապահովում է նաեւ անվտանգություն։ Ես կարծում եմ, որ էներգետիկ ծրագիրը մանավանդ առանձնահատուկ նշում են, որ միջուկային էներգետիկա է լինելու։ Այսինքն նավթային էներգիա այստեղ այնքան կա։ Ընդհանրապես Հայաստանում պետք չէ ատոմակայան կառուցել, կողքը գազ ու նավթ է։ Այստեղով է անցնում գազն ու նավթը։ Ու ես կարծում եմ, որ հաջող էր դա, որ մեզ չեն անտեսել, որ մենք մասնակցում ենք, ու մենք շատ կարևոր է, որ ես ուզում եմ պաշտպանել
մի հատվածում իմ ընկերոջը Տիգրան Խզմալյանին, որ մենք նաև Եվրոմիությանը հայտ ներկայացրած երկիր ենք ու Եվրոմիությունը ընդառաջ է գնում կամ հակառակը շուրտանք Եվրոմիությունը նույնպես գլխավոր պետությունները արևմուտքի, քանի որ Կանադան եւ Բրիտանիան էլ կան, արևմուտքի գլխավոր պետությունները այս նոր խմբավորում ասենք, այս նոր ալյանսին չեն մասնակցում, միավորմանը չեն մասնակցում, բայց մեզ հրավիրում են, իրենք գալիս են Հայաստան, իրենք այստեղ մասնակցում են իդեմս Հայաստանի, կարծում եմ հաջող բան է դա։ Շնորհակալ եմ։ Պարոն Արշակյան, երկու ճշտող հարց։ Պարոն Խզմալյանը հիշեցրեց, որ Թրամփի հայտարարության մեջ այս J.D. Vance-ի այցի հետ կապված նշված էր, որ այցը լինելու է Կասպյան տարածաշրջան։ Արդյոք Հայաստանը Կասպյան երկիր է, ինչու է այդպես դիտարկվում Հայաստանը այսուհետ։ Միավորումն է Կասպյան, Սևծովյան կա, Միջերգրական կա, Բալթյան, սա իրոք Կասպյան միավորում է, որտեղ Միջին Ասիան, մենք այդպես ենք ասում, Կենտրոնական Ասիան կա, Ադրբեջանը, Իրանը դա չի կաշկանդում այդ ձևը։ Չէ, իհարկե, դա Կասպից ծովը ինձ չի վիրավորում։ Մի խոսքով այս ամբողջի մեջ դուք վտանգներ չեք տեսնում, հավելյալ վտանգներ։ Դուք ասում եք, դե այո, Գրենլանդիան անգամ իրեն անվտանգ չի զգում, դա հասկանալի է, բայց այս այցը, հայ-ամերիկյան հարաբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունները ձեզ չեն անհանգստացնում, դուք համարում եք, որ նորմալ հունով գնում են։ Ոչ դրական եմ համարում, ես ոչ միայն համարում եմ նորմալ, այլ համարում եմ, որ դրական գործընթաց է, մենք այս տարածաշրջանում ավելի կարևոր դեր կստանձնենք, մեզ արդեն նվիրվել է այդ կարևոր դերը, առանձին, հենց այդ ոչ մահմեդական լինելը, ոչ բռնապետություն լինելը, այսինքն այն ինչ որ մենք ունենք որպես Եվրոպայի համար, Եվրոմիության համար գործընկեր, դա կաշխատի այստեղ, դրական է, մենք այստեղ արտոնյալ ենք կարծում եմ, այ արտոնության մասին է խոսքը, մենք այս միության մեջ արտոնյալ կարգավիճակ կունենանք, եթե մենք դրա այդ ուղղությամբ աշխատանք կատարենք, չքնենք։ Շնորհակալություն, միությունը նկատի ունեք խաղաղության խորհուրդը, չէ՞։ Այո, իհարկե, դրա մասին է, չէ՞ խոսքը։ Այո։ Պարոն Խզմալյանը եւս հիշեցրեց եւ ես հիմա կասեմ, պարոն Խզմալյանը ասեց մերժեցին եվրոպական երկրները, Եվրոմիության երկրները, ես կասեմ անգամ բոյկոտեցին, ես ամենայնպես դա որպես բոյկոտ գնահատեցի։ Դա եթե եվրոպական երկրները, Եվրոմիությունը բոյկոտեց կամ մերժեց այդ խաղաղության խորհրդին անդամակցելը, մեզ համար, մեր փոխհարաբերությունների վրա դա չի ազդի Հայաստանի եւ Եվրոմիության։ Դրական ազդեցություն կունենա։ Մրցակից այդ խորհուրդը Եվրոմիության արևմուտքի համար ասենք։ Տեսեք, արևմուտք ենք ասում, բայց Միացյալ Նահանգները նույնպես կան։ Արևմուտքի համար մրցակից կենտրոն է վճիռներ կայացնող։ Այդ է կարևորը։ Ես կարծում եմ, որ այդ ֆրագմենտացիան, որ հիմա ես կարծում եմ, որ կշարունակվի Հնդկաչին Հարավային Ասիայում նույնպես կարող են այդպիսի ժամանակային ասիաններ, մասիաններ։ Ես կարծում եմ, որ դա մեզ Եվրոմիությունը խանդում է, մրցակից կազմակերպություն է ստեղծվում, միավորված ազգերի կազմակերպության նման մի բան, իհարկե, որտեղ Եվրոմիությունը ևող կենտրոն աշխարհ է տեսնում, թող մրցակից լինի, թող իրենք մրցեն ու մեզ շատ տան, մեր դերը թող ավելի կարևոր դառնա այդտեղ, որպես Եվրոմիության ասոցիատիվ արդեն անդամ։